Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ խավարման մասին, որը տեղի կունենա 2026 թվականի մարտի 3-ին կույս նշանում լինելու է լուսնի խավարում, այսինքն այդ օրը ունենալու ենք լիալուսին։ Ինչպես գիտենք, լիալուսինը սովորաբար իր ազդեցությունը ունենում է 2 շաբաթվա ընթացքում, 2 շաբաթ առաջ, 2 շաբաթ հետո, բայց քանի որ այսօրը խավարում է, այսինքն խավարման ազդեցությունը մենք զգալու ենք ամենակիչը 3 ամիս առաջ եւ 3 ամիս հետո եւս։ Այսինքն հիմա ինչի մասին որ խոսեմ, հնարավոր է արդեն շատերը զգացել են այդ փոփոխությունները, իսկ եթե ոչ, առաջիկա 3 ամիսների ընթացքում դուք կզգաք։ Ամսի 3-ին է լինելու խավարումը, նշեմ, որ ամսի 3-ով արդեն խավարումների միջանցքը ավարտվելու է, մի քանի օր էլ սպասեք, այնուհետև արդեն ձեր կարևոր որոշումները կարող եք իրականացնել, մինչև ամսի 3-ը բնականաբար ցանկալի չէ։ Այս հոլովակի ընթացքում կասեմ, թե որ նշանները բոլորից շատ կզգան այս փոփոխությունները, որ օրերի ծնվածները կզգան եւ ինչպես նաեւ կնշեմ, թե որ ասցենդենտի որ աստիճանները բոլորից շատ կզգան այս փոփոխությունները։ Քանի որ խավարումը լինելու է կույս նշանում, կույսի 12 աստիճանում, ամենից շատ զգալու են այս փոփոխությունը կույսերը, աղեղնավորները, ձկները եւ երկվորյակները, մի փոքր լարված ասպեկտացիաներով, քանի որ կազմելու են, այսինքն ձեր արևի նշանները կազմելու են 90 եւ 180 աստիճան, իսկ դրանք մի փոքր ավելի լարված ասպեկտացիաներ են։ Այսինքն նշեմ նաև, եթե ասցենդենտը չգիտեք մինչև հիմա, կարող եք մեկնաբանություններում գրել ձեր ծննդյան տվյալները, այսինքն ծննդյան օր, ամիս, տարի, քաղաք եւ ծննդյան ժամը անպայման, սիրով ձեզ կասեմ։ Եթե դուք ասցենդենտով եք կույս, աղեղնավոր, ձուկ կամ երկվորյակ եւ ասցենդենտը գտնվում է վերոնշյալ նշանների 11-ից 13 աստիճանում, ապա սիրելի ընկերներ, այս փոփոխությունները ավելի շատ դուք կզգաք ձեր կյանքում։ Այժմ անցնեմ եւ հերթականությամբ ներկայացնեմ, թե ում կյանքում ինչ փոփոխություն է սպասվում կապված այս խավարման հետ։ Սկսենք առաջինը կույսերից, սիրելի կույսեր, այս խավարումը տեղի ունենալու ձեր առաջին տանը։ Իսկ դա նշանակում է, որ փոփոխությունները լինելու կապված ձեր առաջին տան հետ, ձեր արտաքնի, ձեր հարաբերությունների հետ, հնարավոր է այս խավարման արդյունքում շատերը որոշեն ամուսնանալ կամ ամուսնալուծվել։ Շատ հաճախ նման հարցեր են առաջանում։ Հնարավոր է որոշեք արտաքնի հետ կապված փոփոխություններ մտցնել, փոխել ձեր արտաքինը, սկսած սանրվածքից ոչից մինչև պլաստիկ միջամտություններ։ Նման հարցեր կարող են լինել։ Հաջորդ նշանը առյուծն է, ներողություն կշեռքն է, սիրելի կշեռքներ, այս խավարումը տեղի ունենալու ձեր 12-րդ տանը։ Իսկ 12-րդ տունը իրենից ներկայացնում է մենություն, մեկուսացում, հեռավոր հողերը։ Հնարավոր է այս խավարման ազդեցության ներքո որոշեք մեկնել արտերկիր բնակության կամ օրինակ իհարկե բոլորին չի վերաբերվում կամ հնարավոր են առողջական խնդիրների հայտ գան, այսինքն ինչ որ պարզաբանումներ մտնեն ձեր առողջական թեմաների շուրջ։ Ոմանք գուցե գնան բժշկական զննման, գուցե հիվանդանոց պարկեն, վիրահատություն ունենան, նման հարցեր եւս կարող են լինել։ Իհարկե սա ծննդյան քարտեզով եւս պայմանավորված է, այսպես չի, որ բոլոր կշեռքներին է սա վերաբերելու։ Ուղղակի նման հարցեր կարող են լինել։ Հնարավոր է ինչ որ գաղտնիքներ ունեիք եւ այդ գաղտնիքները բացահայտվեն ձեզ համար։ Դա եւս հնարավոր է։ Խորհուրդ կտամ, սիրելի ընկերներ, հատկապես դուք կշեռքներ, բարեգործություն կատարեք այս ժամանակահատվածում, քանի որ կարծես եթե ինչ որ նեգատիվ տեսանկյունից ինչ որ ձև պետք է ձեր կյանքում ազդեր, բարեգործություն անելով դուք կարծես մի փոքր կթուլացնեք այդ բացասական վեկտորը։ Նման հարցեր կլինեն։ Հաջորդ նշանը կարիճն է, սիրելի կարիճներ, խավարումը կլինի ձեր 11-րդ տանը։ Իսկ 11-րդ տունը իրենից ներկայացնում է մեր շրջապատը, գաղափարակիցները, մեր երազանքները, այսինքն շատ հնարավոր է շատերի երազանքն այս ժամանակահատվածում կատարվի։ Այսինքն ինչ որ փոփոխություններ լինի կապված ձեր երազանքի կատարման մեջ։ Հնարավոր է այս խավարման ազդեցության ներքո ոմանք որոշեն գնալ օրինակ IT ոլորտում աշխատելու կամ գուցե դուրս գաք IT ոլորտից։ Նման հարցեր կարող են լինել, գուցե ինչ որ պարզաբանում լինի կապված ձեր շրջապատի հետ, գուցե ձեր ընկերոջ, ընկերուհու կյանքում ինչ որ բաներ բացահայտվեն, գաղտնիք գուցե իմանաք նրանց մասին, գուցե գժտվեն հարաբերությունները ձեր ընկերներից որևէ մեկի հետ, կամ գուցե ինչ որ խմբակի եք հաճախում, որոշեք այլևս չհաճախել այդ խմբակի, կամ գուցե ինչ որ մտորումներ ունեիք գնալ այդ խմբակին, թե ոչ, արդեն վերջնական որոշումը կկայացնեք։
Աղեղնավորներ, այս խավարումը տեղի է ունենալու ձեր 10-րդ տանը, իսկ 10-րդ տունը դա մեր ստատուսն է, մեր կարիերան է, մեր նպատակներն են, քանի որ լիալուսին է, այսինքն վերջնական կետ է դրվելու ձեր հարցերում, այսինքն վերջնական որոշում օրինակ ամուսնանալու, վերջնական որոշում բիզնես բացելու կամ ընդհակառակը գուցե ամուսնալուծվելու, գուցե ձեր բիզնեսը փակելու, գուցե որոշում լինի կապված նոր մասնագիտություն ունենալու, նոր մասնագիտացման մեջ, հնարավոր է պաշտոնի փոփոխություն լինի, դրական թե բացասական, սա արդեն ծննդյան քարտեզով է պայմանավորված լինելու։ Այս եղջյուրներ, այս խավարումը տեղի է ունենալու ձեր 9-րդ տանը, իսկ 9-րդ տունը իրենից ներկայացնում է այն ամենը, ինչը կապված է արտասահմանի հետ, արտասահմանի եւ ուսման բարձրագույն կրթության թեմաները։ Եթե բացասական դիրքավորումներ կան, ապա հնարավոր է օրինակ ոմանք դուրս մնան համալսարանից, չհանձնեն իրենց քննությունները օրինակ կամ բացասական ասպեկտացիայի դեպքում, գուցե օրինակ դիմեք վիզայի համար չստացվի, բայց հակառակը, եթե դրական ասպեկտացիաներ լինեն ծննդյան քարտեզով պայմանավորված, ապա հնարավոր է, որ վերջապես ստանաք օրինակ արտերկրում բնակություն հաստատելու փաստաթուղթ կամ արտերկիր մեկնելու փաստաթուղթ կամ ուսման թեմայի հետ կապված ինչ-որ պարզություն մտնի ձեր կյանք։ Հաջորդ նշանը ջրհոսն է, սիրելի ջրհոսներ, այս խավարումը տեղի է ունենալու ձեր 8-րդ տանը։ Այստեղ նշեմ, որ 8-րդ տունը այն ամենն է, ինչը կապված է ոչ մեր կողմից աշխատած գումարների հետ, դա կլինի պետական, բանկային համակարգի գումարներ, զուգընկերոջ աշխատած գումարներ եւ այլն։ Քանի որ պարզություն է մտնելու, այսինքն ինչ որ վերջնական որոշում կկայացնել, գուցե այս խավարման ազդեցության ներքո ովքեր ունեն վարկ, մարեն այդ վարկը եւ վերջնական վերջացնեն դա։ Հնարավոր է օրինակ պարզվի, որ ձեր զուգընկերոջ ֆինանսական դաշտում ինչ որ փոփոխություն կա, գուցե ինչ որ ֆինանսական աղբյուր կար, որը կարող է փակվել կամ ընդհակառակը պարզություն դառնա, որ նոր եկամուտի աղբյուր եք ունենալու։ Զգույշ եղեք այս ժամանակահատվածում նախ վարկ մի վերցրեք, հնարավոր է նաև լինեն տհաճ իրավիճակներ, անսպասելի իրավիճակներ, հնարավոր է դժբախտ պատահարներ, բայց սա իհարկե բոլորին չի վերաբերվում, ծննդյան քարտեզով եւս պայմանավորված է լինելու։ Եթե կարող են խնդիրներ առաջանալ ապահովագրության հետ, հարկերի հետ, ֆինանսական թեմաների շուրջ։ Եթե զգույշ եղեք, որպեսզի շտրաֆներ չմուծեք, նման հարցեր կարող են լինել, եթե ինչ-որ համակարգում եք աշխատում, բիզնես ունեք, ապա զգույշ եղեք, հնարավոր է հարկային ստուգում լինի։ Հաջորդ նշանը ձուկն է, սիրելի ձկներ, խավարումը տեղի ունենալու ձեր 7-րդ տանը եւ ինչպես նշեցի, 7-րդ տանը դա ձեզ է վերաբերելու բոլորից շատ, հատկապես այն ձկները, ովքեր ծնվել են ովքեր ասցենտով են ձուկ, ասցենտը գտնվում է ձկան 11, 12 կամ 13 աստիճանում եւ ովքեր ծնվել են ամարտի 2-ից 2-ին 3-ին 4-ին այս օրերի ծնվածները բոլորից շատ են զգալու այս փոփոխությունը։ 7-րդ տունը դա մեր հարաբերությունների տունն է, այսինքն թե գործնական, գուցե ինչ-որ գործնական նոր գործարք ստորագրվի, գուցե ամուսնություն լինի, գուցե ամուսնալուծություն լինի կամ գործարքը չեղարկվի, կարծես վերջնական վճռական որոշում է կայացվելու։ Դրական կլինի թե բացասական, սա արդեն ծննդյան քարտեզով է պայմանավորված լինելու։ Խոյեր, խավարումը տեղի կունենա ձեր 6-րդ տանը, իսկ 6-րդ տունն առաջի հերթին մեր աշխատանքն է, առողջությունը, ընտանի կենդանիները։ Այսինքն հնարավոր է լինեն փոփոխություններ կապված առողջության հետ, եթե առողջական խնդիրներ լինեն, անպայման սիրելի ընկերներ, դիմեք միանգամից բժշկի։ Առաջնահերթ խնդիր կդառնա ձեզ համար առողջությունը, հնարավոր է ընտանի կենդանիների հետ կապված եւս ինչ-որ խնդիրներ առաջանան։ Ցուլեր, խավարումը տեղի կունենա ձեր 5-րդ տանը, բերելով ձեզ հստակ որոշում, հստակ պարզություն ինչ-որ բանում կմտնի կապված ձեր երեխաների հետ կամ սիրավեպերի հետ։ Այսինքն, եթե օրինակ ունեք սիրավեպ, վերջնական կորոշվի, կամ այդ սիրավեպը կվերջանա, կամ կանցնի նոր փուլ։ Երեխաների հետ կապված ինչ-որ որոշումներ գուցե կայացնեք, օրինակ որոշեք փոխել նրա դպրոցը կամ ինչ-որ խմբակը, նման հարցեր կարող են լինել։ Հնարավոր է նաև այս խավարման ազդեցության ներքո օրինակ գնաք ինչ-որ արվեստի վայր, գուցե համերգի, կինո, թատրոն եւ այլն։ Երկորյակներ, խավարումը տեղի ունենալու ձեր 4-րդ տանը եւ ինչպես նշեցի վերևում, որ դուք կրկին բոլորից շատ եք զգալու այս փոփոխությունը, մի փոքր գուցե լարված ասպեկտացիայով, բոլոր այն երկորյակներն, ովքեր ասցենտով են երկորյակ, ասցենտը գտնվում է երկորյակի 11, 12, 13 աստիճանում կամ ովքեր ծնվել են հունիսի 2-ին, 3-ին, 4-ին։ Այս օրերի ծնվածները բոլորից շատ կզգան այս խավարման ազդեցությունը։
Իսկ 4-րդ տունը դա մեր բնակության վայրն է, անշարժ գույքն է, այսինքն հնարավոր է խավարման ազդեցության ներքո շատ երկվորյակներ փոխեն իրենց բնակության վայրը, փոխեն իրենց բնակարանը, գուցե նոր անշարժ գույք գնեն կամ նոր ինչ-որ անշարժ գույք վաճառեն։ Կամ գուցե ինչ-որ շինարարության հարցեր լինի, գուցե շինարարության մեջ եք եւ վերջնական ավարտվի այդ շինարարությունը։ Խեցգետիններ, խավարումը տեղի է ունենալու ձեր 3-րդ տանը, 3-րդ տունը իրենից ներկայացնում է մեր քույր եղբայրները, շրջապատը, կապի տրանսպորտի միջոցները, զգույշ եղեք, հնարավոր է վտանգավոր իրավիճակներ լինեն կապված մեքենայի հետ, ճանապարհներին զգույշ եղեք, մի գերազանցեք արագությունը, հնարավոր է ինչ-որ անսարքություններ առաջանա հեռախոսի տեխնիկայի կամ մեքենայի հետ։ Այստեղ նաև նշեմ, որ հնարավոր է օրինակ վիճաբանություն լինի կամ ինչ-որ անհասկացություններ լինեն կապված ձեր բարեկամների, քույր եղբայրների կամ հարևանների հետ։ Կամ գուցե գնացել եք օրինակ ինչ-որ դասընթացների, այս խավարման ազդեցության ներքո արդեն ստանաք ձեր այդ դիպլոմը եւ կարողանաք արդեն անցնել օրինակ աշխատանքի։ Առիթներ խավարումը տեղի կունենա ձեր 2-րդ տանը, ֆինանսների տանը, այսինքն հնարավոր է այս խավարման ազդեցության ներքո, եթե դրական է դիրքավորումը անձնական քարտեզով պայմանավորված, հնարավոր է նոր գումար ստանաք, նոր եկամտի աղբյուր բացվի, ինչ որտեղից գումար ստանաք, գուցե ինչ-որ վաճառք իրականացնենք եւ դրա արդյունքում լավ գումար ստանաք։ Իսկ եթե բացասական է ծննդյան քարտեզով պայմանավորված լինելու, ապա հնարավոր է ինչ-որ ֆինանսական կորուստ լինի, ինչ-որ մեծ ծախսեր սպասեն ձեզ կամ ինչ-որ ֆինանսական աղբյուր ունեք, օրը ինչ-ինչ պատճառներով կարող է փակվել։ Նման հարցեր կարող են առաջանալ։ Ես այստեղ չեմ հիշում, նշեցի աղեղնավորների հետ կապված, որ աղեղնավորները բոլորից շատ այն աղեղնավորները կզգան ազդեցությունը, ովքեր ասցենդենտով են աղեղնավոր եւ ասցենդենտը գտնվում է աղեղնավորի 11-12-13 աստիճանում եւ ովքեր ծնվել են դեկտեմբերի 2-ին, 3-ին, 4-ին։ Այս օրերի ծնվածները կզգան այդ փոփոխությունը բոլորից շատ։ Եվ կույսերի հետ կապված կրկին, այն կույսերը բոլորից շատ կզգան այս փոփոխությունը, ովքեր ծնվել են սեպտեմբերի 2-ին, 3-ին, 4-ին եւ ովքեր ասցենդենտով են կույս, ասցենդենտը գտնվում է կույսի 11-ից 13 աստիճանում։ Այսքանը սիրելի ընկերներ կապված այս խավարման հետ, մի մոռացեք բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ հետագա թողարկումները բաց չթողնեք։ Այսքանը, շուտով կհանդիպենք, ցտեսություն։